երկու կողմն էլ անհասկանալի վիճակում են, այդպես ասենք, ուղղակի եթե փորձենք Ապա հասկանալին ամերիկյան կողմն է։ Հա, ուղղակի եթե փորձենք գնահատական տալ, եթե մի քիչ տենց երկարից 4 տարին հիշենք, 3 տարին հիշենք, կարելի է ես երևի կասեմ, որ կարելի է պարզից միանգամից ասում եմ, որ Ռուսաստանը պարտվել է այս պատերազմում։ Այս Ռուսաստանը այն խնդիրները, որը դրած էր իրան առջև, որովհետև այն ինչ անելու էր տևեց 4 տարի։ Չէ, բացի դրանից այն խնդիրները, որը դրել է, նվեր ինքը չկարողացավ հասնել, եթե հիշում ես, ինքը դնում էր խնդիր վերցնել Ուկրաինան լրիվ, ուկրաինական պետությունը վերցնել համահայկականության տակ, մտնել Կիև, ամեն ինչ վերցնել, այնտեղ դնել իրանց մարդը, Ուկրաինան որպես պետություն պիտի վերանա, դառնա Բելարուսիա, ինչ որ տենց մակարդակի վրա։ Փաստորեն խնդիրները ինքը չկարողացավ լուծել։ Ընդամենը 3 տարում վերցրեց 20%-ը տարածքին, ընդամենը 20%-ը, եւ ի վիճակի չէ ողջ Ուկրաինան վերցնել մի կողմից, բայց մյուս կողմից Ուկրաինան էլ ի վիճակի չի հետ վերցնել այդ հողերը։ То есть վերականգնի ամբողջականությունը, տարածքային ամբողջականությունը։ Եվ ինչ որ մսաղացա ստացվել, որտեղ երկու կողմերն է թուլանում են